Շարունակում ենք ծրագիրը։ Նա եկավ, որպեսզի իր խոսքն ասի հայ բազմադարյա արվեստում։ Նա եկավ հիմնադրի դժվարին առաքելությամբ ու պատասխանատվությամբ։ Եկավ, գործեց, հաղթեց։ Լրացավ ականավոր քանդակագործ Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ ակադեմիկոս Արա Սարգսյանի 110-ամյակը։ Մեր անդրադարձը։ Պուշկինի անվան փողոցի վերջնամասում դրված հուշակոթողն ազդարարում է, որ մոտակայքում գտնվում է Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը։ Սակայն մենք թանգարան գնացինք Թումանյանի անվան փողոցի կողմից, որովհետեւ մեզ պիտի ուղեկցեր այնտեղ բնակվող ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը։ Նա ոչ միայն ուսանել է Արա Սարգսյանին, այլև անձնական մտերմություն է ունեցել, հաճախ վայելել նրա հյուրասիրությունը։ Ջերմ ու մտերմիկ հարաբերությունների հիշողություններն ուղեկցում են 80-ամյա նկարչին, վերապրեցնում երիտասարդ խանդավառ տարիների բերկրանքը, արվեստագետի հետ շփման բացառիկ հնարավորություններն ու զգացողությունները։ Մարդը կենդանի էակ է, հուզվող, սիրող ու սիրվող։ Արվեստագետը հասարակ մարդու տեսակից, անկախ իր կամքից դուրս է գալիս։ Արվեստը նրան տանում է, առանձնացնում շրջապատից։ Իսկ քաղաքացի պարտավոր է լինել։ Մարդը, եթե անգամ միջակ արվեստագետ է, արդեն երևույթ է, իսկ եթե մեծ արվեստագետ է, ուրեմն բացառիկ անհատականություն է։ Արա Սարգսյանն այդպիսին էր, ասում է Զուլում Գրիգորյանն ու ցավում է սիրտը։ Ամեն ինչ խառնվել է իրար, փոխվել են արժեքները։ Աշխարհին հավուր պատշաճի չի ներկայացվում մեր արվեստը։ Երևան եկած հյուրին հոգևոր երաժշտություն պիտի լսել տալ, արվեստի գործեր պիտի ներկայացնել։ Ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, ինձ թվում է սրբավայր եմ եկել։ Թանգարանի դարպասներից ներս մտնելիս ասաց նկարիչը։ Մեր առջև բացվեց ականավոր քանդակագործ Խորհրդային Միության ժողովրդական նկարիչ ակադեմիկոս Արա Սարգսյանի տուն-թանգարանի բացօթյա հատվածը։ Այստեղ տեղադրված գործերը ստեղծում են առաջին տպավորությունը քանդակագործի արվեստի մասին։ Մխիթար Հերացի, Արտավազդ II, Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթև, Հերոսիմա, Մայր Հայաստան, Մելիք Փաշայան, Տիգրան Պետրոսյան։ Հետաքրքիր ու երևելի մարդիկ։ Ամեն մեկը մի պատմություն, տարբեր ժամանակաշրջաններ իրենց մեջ ամփոփած գործեր, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Արվեստի գործերից որոնք են հատկապես դժվար ստեղծվում, անհնար է առանձնացնել։ Դրանք ներշնչանքի, երևակայության, մտածելակերպի եւ իրականության միաձուլում են, ստեղծագործողի տաղանդի ուժով ծնունդ առած, որոնք հանձնվում են դարերին ու պատմությանը։ Մենք որ պայմանավորվանք են որ այսօր պիտի դու գաս այստեղ ու ես պիտի գամ, արդեն ես ինձ լավ եմ զգում։ Հասկանում ես։ Լավ եմ զգում, որ նորից այս տարածքի մեջ պիտի գամ, որտեղ ինքն է եղել։ Ես եղել եմ ստեղ իր աշխատասենյակում եմ եղել, իր տանն եմ եղել, ճաշել եմ իր տանը։ Ուզում եմ ասեմ, որ ինձ համար երևի մի տեղ չկա, որ այսքան մաքրություն ու սրբություն լինի, ոնց որ հիմա այս տարածքում։ Որտեղ հիմա խոսում եմ, իրան եմ պատկերացնում, ոնց էր մտնում մի ինստիտուտ, ոնց էր ժպտում, ժպիտը երեսին էր միշտ, փայլուն մարդ էր, փայլուն։ Ես Իրանից հետաքրքիր մարդ այս 80 տարվա մեջ չեմ տեսել։ Արդեն 55 թվից հետո էլ ինչքան է լինում, 55 տարի առաջ եմ ավարտել, չէ։ Ուրեմն այսքան տարի է
դեռ այնպես մի մարդ չեմ տեսել, որ համեմատ եմ իր հետ։ Եկել է Հայաստան ոչինչ չունենալով, թողել է Վիեննայի պես տեղը, կամ Ստամբուլը, կամ եւ այլը, եւ եկել է Հայաստան։ Ուրեմն ինչքան զգացմունք ունեցել դեպի ազգը, դեպի հողը, այսքան բան անողը, այսքան բան ստեղծողը, այսքան բան երկրին նվիրածը, էլ արել է, էլ ինչ ավելացնեմ, ինչ պիտի կարողանամ ավելացնել, երբ որ արդեն անսահման բարությունը սփռեց 4 կողմը, ինստիտուտ սարքել, միություն սարքել, եւ այս փոքրիկ քաղաքում, այս Կավաշեն քաղաքում է ապրել է։ Էլ երբ որ մարդը արդեն շատ բան արել, դրա մասին մանրանալ չի կարելի։ Ինքը համ մարդ էր, համ արվեստագետ էր, համ քաղաքացի էր, ինքը բուկետ էր։ Արա Սարգսյանի տուն-թանգարանը Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղերից է։ Այն բացվել է 1973 թվականին։ Թանգարանի պահոցներում, ցուցասրահներում, հուշաձեռագրային բաժնում պահպանվող մոտ 400 գործերը, բազմաթիվ էսքիզները անվանի քանդակագործի արվեստի անցած ճանապարհի մտահղացումների եւ դրանց իրականացման խոսուն վկաներն են։ Արա Սարգսյանն ստեղծագործել է քանդակային արվեստի գրեթե բոլոր ժանրերով՝ կոթողներ, լայնածավալ հարթաքանդակներ, սյուժետային հորինվածքներ, դիմաքանդակներ։ Կատարել է թատերական բազմաթիվ ձևավորումներ, այստեղ ևս թողնելով մնայուն գործեր։ Համլետ, Գևորգ Մարսպետունի, Մեծապատի մուրացկաններ, Բախտասար աղբար եւ այլն։ Արա Սարգսյանը ծնվել է Պոլսից ոչ հեռու գտնվող հայաբնակ Մաքրի գյուղում, որի հրաշալի բնությունը անջնջելի տպավորություն էր թողել պատանի քանդակագործի վրա։ Տարիներ անց նա գորովանքով ու կարոտով նկարագրում է գյուղի չքնաղ բնությունն ու խոստովանում։ Ծննդավայրն այն սրբատեղին է, որի արևն ու լուսինը, ցերեկն ու գիշերը, ծառն ու ծաղիկը, տներն ու փողոցները, մարդիկ ամենից գեղեցիկն են, ամենաազնիվն ու չքնաղը, ամենաթովիչն ու հմայիչը։ Նրա առաջին ուսուցիչը մայրն էր։ Գրաչանաչ դառնալով նա պահանջվածից կարճ ժամանակում ավարտում է տեղի Տատյան վարժարանը, հետո Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանը, որտեղ ժամանակին սովորել են Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը եւ հայկական մշակույթի երևելի գործիչներ։ Իսկ 1921-24 թվականներին սովորում է Վիեննայի ակադեմիայի բարձրագույն դպրոցում։ Արա Սարգսյանի նկարչական ունակությունները վաղ տարիքում են ի հայտ եկել, իսկ 11 տարեկանում սկսել է քանդակել։ Մինչ այդ նա ամեն օր դիտում էր Մաքրի գյուղի բրուտների աշխատանքը եւ զարմանում, թե ինչպես են նրանք անձև չամուրին ձև ու շունչ տալիս։ Իսկ երբ նրանցից գնաց կավով սկսեց քանդակել ու տունը լցնել զանազան արձանիկներով, դիմաքանդակներով, մայրը տարակուսեց. «Այ որդի, խելքդ գլուխդ ժողվե, քիչ մը 4 կողմդ նայե։ Դուն ինչ է, չամուրից մարդ պատրաստելով փարա պիտի վաստակես։ Քանի ուշ չէ անցիր ուրիշ գործիմը»։ Բայց չամուրից սարքած դեմքերը հաջորդում էին իրար. Հոմերոս, Պերիկլես, Դիմոսթենես եւ այլն։ Տարիներ անց քանդակագործը սիրով ու երախտագիտությամբ պիտի հիշեր այն օրը, երբ հոր եղբայրը Սարգիս ճարտարապետը, նայելով իր առաջին գործերը, բարի ժպիտով ու հաստատ տոնով ասաց. «Ձեր որդին շնորհքով է, անոր ապագան ասե, չթողնելը հանցագործություն մը պիտի լա»։ Հենց նրա խորհրդով էլ Արան խորանում է արվեստի մեջ։ Ծանր էին հատկապես պատերազմի տարիները, եղեռն, կոտորած, գոյության պայքար։ Հետո այս ամենի ազդեցությամբ ստեղծվեցին նրա ողբերգական թեմաներով գործերը։ Նրբազգաց արվեստագետի հուսահատություն, վիշտ, տառապանք խորհրդանշող, նաև ռոմանտիկ ընդհանրացումներով կոմպոզիցիաներն ու դիմաքանդակները տեղ են գտնում Վիեննայի մունիցիպալ թանգարանում, կոնսերվատորիայում, մասնավոր հավաքածուներում եւ արժանանում մասնագետների դրվատանքին։
Հենց Վիեննայում էլ ակադեմիան ավարտելուց հետո 1924 թվականին Արա Սարգսյանն ընդունում է խորհրդային քաղաքացիություն։ Չհրապուրվելով այնտեղ պաշտոնավարելու բավականին ձեռնտու առաջարկով 1925 թվականին գալիս է Երևան եւ հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության հիմքը դնում։ 1925-ից 30 թվականներին Գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժին եւ դասավանդում այնտեղ։ 1932 թվականին Արա Սարգսյանի, Գաբրիել Գյուրջյանի եւ Միքայել Արուչյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, որը մինչև 1937 թվականը ղեկավարում է ինքը Արա Սարգսյանը։ 1945 թվականին նրա գլխավորությամբ հիմնադրվում է Երևանի Գեղարվեստական ինստիտուտը, որը մինչև 1959 թվականը դարձյալն է ղեկավարում։ Անուրանալի է նրա դերը հայկական քանդակագործության զարգացման ասպարեզում։ Նրա գործունեությունը ժամանակին գնահատվել է։ Նա արժանացել է շքանշանների, կոչումների, պրոֆեսոր, ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս։ Թանգարանի հուշասրահում Արա Սարգսյանի անցած ճանապարհի վկայություններն են՝ լուսանկարներ, անձնական իրեր, նվերներ։ Մյուս սրահներում նրա քանդակներն են, որոնք իրենց պատմությունն ունեն, հիշողություններ հետաքրքիր ու բացառիկ։ Թանգարանի տնօրենը պրոֆեսոր Տարիել Հակոբյանը, ով նաև Արա Սարգսյանի վերջին ուսանողն է եղել, յուրաքանչյուր քանդակի մոտ մի պատմություն է հիշում։ Քանդակագործի կնոջ շնորհալի դերասանուհի Ժենիայի Կիսանդրին նրան հիշեցրեց 1933-34 թվականների մի դեպք։ Մտավորականները բանը գրողների միության տուն բանում էին, հանգստյան տանն էին բոլոր հանգստանում, որտեղ եղել է նաև Չարենցը։ Ինչպես հիշում եք, Չարենցի անկանխատեսելի վարքով բանով մի երեկո բոլոր խառնվում են, չեն հանգստանում, Չարենցը իրեն այնքան է լավ չի պահում, բոլորին խանգարում է իր կեցվածքով, իր դրվածքով, իր բարձրաձայն խոսելով, խնդրում են Տիգին Ժենիային, թե միայն քեզ կլսի Տիգին Ժենիա, մի հատ օգնի Տիգին Ժենիան որպես մայր մոտեցել է, եղիշե քեզ նորմալ պահի, չի կարելի անհանգստացնում ես բոլորին։ Սուրբ Չարենցը ծունգ է չոքել, մոտեցել է Տիգին Ժենիա, ասացեք խնդրեմ, ինչ անեմ, ասել է խելոք գնա եւ քնիր։ Խելոք գնացել եւ քնել է եւ Տիգին Ժենիան եւ Արա Միրանիչը, Արա Սարգսյանը Չարենցին շատ մոտ հարազատ են եղել, իրենց միջոցով, իրենց շնորհիվ իրենց Չարենցը կարողացել է ինչ-որ միտեղ փոփվի եւ ստեղի այս ամբողջ արվեստանոցում Չարենցը մտել է հանգստանալու համար։ Մոտ կեսդարյա բավականին հախորն բազմաբնույթ տարիները ամփոփված են այստեղ ցուցադրվող գործերում։ Երևելի մարդկանց, քաղաքական գործիչների, ազգային հերոսների, մտավորականների դիմաքանդակներում արվեստագետը պլաստիկայի խոսուն լեզվով բացահայտել է նրանց անհատականության էական գծերը, ինքնատիպ լուծումներով ստեղծել իրական կերպարներ։ Կոմպոզիցիոն աշխատանքներում նա գտել է յուրաքանչյուր թեմայի ներքին բովանդակությունը արտահայտող միջոցներ, ժամանակի մտածողության ու պատկերացումների հավաստի բնութագրումներ, շեշտը դնելով հոգեբանական դրսևորումների վրա։ Արա Սարգսյանը կարողանում էր ներթափանցել կերպարի մեջ։ Վարպետությունը նկարչի խոր զգացողությամբ մարդկանց ներաշխարհը թափանցելու, նրանց բնավորությունը կրահելու ունակությունը կենթանի ու պայծառ կերպարներ ստեղծելու նախապայմաններ են։ Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան, Ռաֆի, Վալերի Բրյուսով, Պետրոս Ադամյան, Դավիթ Մալյան, Վարդան Աճեմյան,
Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան։ Հետաքրքիր է Սուրեն Սպանդարյանի կնոջ Օլգայի նամակը, ուղղված Արա Սարգսյանին ամուսնու կիսանդրին տեսնելուց հետո։ Դա նրա հայացքն է, նրա միտքը, նրա կամքը, նրա ժպտուն լրջությունը, լավատեսությունը։ Ես նորից տեսա Սուրեն Սպանդարյանին։ Քանի գնում նրա գործերն ինձ ավելի են դուր գալիս, խոստովանեց Զուլում Գրիգորյանն ու անցում կատարելով մերօրյա արվեստագետներին պատմեց մի դեպք։ 41 թվին, թե 2 թվին Տեր-Լեմեզյանի ուսանողներին տանում են Իջևան խալի գործների մոտ, որովհետեւ նրանք տեսնեն դրանց արդյունաբերությունը եւ էսքիզներ անեն խալիի համար։ Եվ տեսնում են տարիքով կանայք նստած խալի են գործում, այդ ահավոր դժվար բան է։ Հետո հարց են տալի, թե այսքան ծանր աշխատանք եք անում, վարձատրում են ձեզ։ Դե ասում են, ինչ պիտի վարձատրեն, կապեկներ են տալի, մենք էլ ապրում ենք։ Ասում են, դե ուրեմն ուրիշ գործ արեք, եսին պանիր սարքեք, յուղ սարքեք, էս արեք, ծախեք, լավ էլ լավ ապրեք։ Ասում են, մի տարիքով կին ասեց, բա տղա ջան, բա իմ արհեստի պատիվը ով պիտի պայի։ Առասարակ ամեն ինչի պատիվ պիտի ունենա, դերասանը իրա պատիվը պիտի ունենա, նկարիչը իրա, քանդակագործը իրա եւ այլն։ Արա Սարգսյանն ապրեց ընդամենը 67 տարի, բայց այնքան բան թողեց, որ տարիներով կարելի է խոսել ու պատմել։ Նա բարձր պահեց իր արվեստի պատիվը, եզրափակեց իր խոսքը Զուլում Գրիգորյանը։ Արա Սարգսյանի քանդակներն ու կոթողային գործերը այսօր էլ զարդարում են մեր մայրաքաղաքը եւ հանրապետության նշանավոր բնակավայրերը։ Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Ստեփան Շահումյան, Մայր Հայաստան, Նելսոն Ստեփանյան, Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթև եւ այլն։ Թանգարանում ցուցադրվող գործերից շատերը եւս կարող են իրենց արժանի տեղը գտնել, առանձնակի շուք ու հմայք հաղորդել շրջապատին։ Ավելին, անվանի քանդակագործի արվեստը նորովի ներկայացնելու անհրաժեշտություն կա։ Չկա թանգարան, որ խնդիրներ հոգսեր չունենա, որովհետև աշխարհի բոլոր թանգարանները, մեծ մարդկանց թանգարանը, որոնք բարձունքներում են այդ ազգի, հատկապես Արա Սարգսյանը, մեր ազգի այն Պառնասում եղած մեծերի կողքին է։ Չկա թանգարան, որ գոնե 15-20 տարին մեկ պետք է այսպես կոչված ոչ միայն վերանորոգվի, այլ նաև վերանայվի, որտեվ սա ստեղծվել է օրինակ 73 թվականին այս թանգարանը։ Պատկերացնում եք 80 թվականին մարդկանց հոգեբանությունը, մարդկանց հայացքը այլ էր։ 90 թվականին բոլորովին այլ էր։ Պատկերացնում եք հիմա մարդկանց այսօրվա տպագրությունը նույնիսկ այսօրվա տեխնոլոգիան, գիտության նվաճումներով բանովանեց, այնպիսի քանդակներ, այնպիսի բաներ կարելի է անել եւ ներկայացնել դիտողին։ Այսօր այնքան հոգսեր կան այսքան թանգարանի վերակառուցման, վերանորոգման, վերակազմավորման եւ էքսպոզիցիայի եւ եղած չեղածի, օրինակ պատկերացնում եք այս պատվանդանները։ Սիրուն չի էլի, մի 20 տարի առաջ շատ լավն էր։ Քանդակը պետք է դիտել բոլոր կողմերից, քանդակը պետք է մատուցել բոլոր կողմերից։ Այս բոլորը հնարավոր է մատուցել բոլոր կողմերից, հնարավոր չի, ուրեմն պետք է վերակառուցվի, վերանայվի։ Ընդհանրապես բարձրարժեք արվեստը բոլոր ժամանակների համար է, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է արդիականացվի, թարմացվի եւ մատուցվի ըստ արժանվույն։